Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց։ Ողջույն եք։ Տիկին Կարապետյանց, Հայաստանը մի քանի օր է նոր ոստիկանապետ ունի, ձեզ համար որպես իրավապաշտպանի, որ անդադ խոսում եք ոստիկանության գործողությունների մասին, պարզ էր ինչու Արամ Հովհաննիսյանը պաշտոնանկարվեց։ Ինձ համար որպես իրավապաշտպանի, որը երկար տարիների փորձ ունի տարբեր ոստիկանապետերի, սկզբունքորեն էական չէր, թե ով կլինի, եթե բովանդակությունը, եթե բնույթը ոստիկանության փոփոխված չի, եթե ինքը չի իրականացնում իր վրա դրած այն գործառույթները, որը պիտի իրականացնի օրենքով, սահմանադրությամբ, մնացած ամեն ինչով։ Այդտեղ բացարձակ էական չի, Արամ 1-ը կլինի, Արամ առաջինը կլինի, թե Արամ երկրորդը կլինի, ով էլ որ լինի, անկախ իր անուն ազգանունից, իրականացնելու է այն գործառույթները, որի հրամանները ինքը կստանա քաղաքական իշխանություններից։ Կասեն գնացեք մարտի 1 կազմակերպեք, կգնան մարտի 1 կազմակերպեն, կասեն 18 թվականից հետո, որ ունենք իրավիճակ, խելոք ակուրատնա, ինչ որ ձեր գործառույթների մեջ մտնում, այդ process իրականացրեք, կգնան դա կիրականացնեն։ Սկզբունքորեն ոչ մի տարբերություն Արամ առաջին եւ Արամ երկրորդի միջեւ ինձ համար չկա։ Ինչու կառավարությունը այս դեպքում ժողովրդին չի հիմնավորում, թե այս կամ այն պաշտոնանկությունն ինչով է պայմանավորված։ Այսա շատ լուրջ խնդիր է, որովհետև մենք ունեցել ենք անգամ ԱԱԾ-ի տնօրեն, որը պատերազմի ժամանակ աշխատանքից, այսպես ասած, ազատվեց, պարզ չի թե ոնց կարելի է պատերազմի ընթացքում ազգային անվտանգության ծառայություն, պատերազմ ասելով այդ ակտիվ իրավիճակներում, ազգային անվտանգության ծառայության տնօրեն հեռացնել աշխատանքից, որովհետև ինչ, որովհետև լավ չի աշխատել, որովհետև իր վրա դրած պարտականությունները չի կատարել, որովհետև անձեռնահաս է, որովհետև ինչ, բայց հետո նշանակել, այսինքն լավ մասնագետին պաշտոնից չեն հեռացնում, եթե վատնա, ոնց եք դուք ինչ-որ ժամանակ հետո իրան նշանակում մեկ այլ պաշտոնի և ինքը միակը չի, բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք հեռացվելուց չի նշվել հեռացնելու պատճառը, ինչպես նշանակելուց չեն նշում առանձնապես թե, այդ ընդհանուր բնույթի ինչ-որ գնահատականների հարկ է տալիս են, բայց հատկապես հեռացնելուց պաշտոնից երբեք չի նշվում բուն պատճառը, բայց կարծում եմ դա նաև այսպես բան ունի, հատուկ նպատակ էլ ունի, որովհետև եթե հանկարծ նշեցին օրինակ աշխատանքային պարտականությունները բավարար չկատարելու կամ ինչ-որ հարցերում թերացում ունենալու, հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնների նշանակելու խումբը մարդկանց շատ փոքր է, ու երբ որ հաջորդ անգամ այդ պախարակված մարդուն ինչ-որ միտեղ նշանակեն, հասարակությունը էլի հարց է տալու, բայց մարդը որ լավ չէր աշխատում, ինչ-որ խնդիրներ ուներ, հիմա այս նոր պաշտոնը, որ նշանակել եք, որպես ինչ եք նշանակել, կամ ինչի վրա եք վստահ, որ ինքը նորմալ աշխատելու է, այսինքն հատուկ նպատակ է հետապնդվում, խնդիրների մասին չխոսել, թափանցիկությունը չապահովելի չպարտականությունը իրանք ունեն, մյուս կողմից էլ շանս թողել, որ երբևիցե այդ մարդուն կկարողանա նշանակել նոր պաշտոնի, որպես հավատարիմ կադր։ Նախարար Արփինե Սարգսյանի հիմնավորումները արդյոք համոզիչ էին։ Դե ողջամտության տարեր մեջը կա, ես էլ եմ ասում, այդքան շատ պետք չի բարդացնել, ես էլ եմ ենթադրում եմ, որ Արամ, եթե չեմ սխալվում, հեռացողը Հարությունյան Արամն է, Արամ Հովհաննիսյան, ներողություն, հա, Արամ Հովհաննիսյանը ինքը այն այսպես ասած տաշած քարն է, որը որևէ իշխանության ժամանակ առանց աշխատանքի չի մնա, որովհետև այդ կատեգորիայի մարդիկ կան, որոնք հավատարիմ ծառայում են ցանկացած իշխանության պարագայում եւ ծառայում են իշխանություններին, ոչ թե իրենց պարտականություններն են կատարում, իրենց ծառայությունն են իրականացնում։ Նույն տրամաբանության մեջ Գագիկ Մելքոնյանը որպես տաշած քար չմնաց, տեսակ ընդեղ էլի բազմաթիվ մարդիկ, ովքեր որ բանը Անդրանիկը Քոչարյան չմնաց որպես տաշած քար, Աղազարյան Հովիկը չմնաց որպես տաշած քար, չնայած այդ ասացվածքը ինքը շարունակությունն էլ ունի, Աղազարյան Հովիկի նկատմամբ շարունակությունն է կիրառվել։ Տիկին Կարապետյանց, նոր ոստիկանապետը Արամ Ղազարյանը, մամուլում արդեն հրապարակումներ կան, որ նա
ազգակցական կապեր ունի քրեական հեղինակություն համարվող քանաքերցի տուի հետ, սա արդյոք ոստիկանապետին խոցելի չի դարձնում, հաշվի առնելով, որ նաև ոստիկանության գործողությունների մեջ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն է, չնայած ճիշտ է ազգականն այլևս հանգուցյալ է, բայց այնուհանդերձ սա խոցելի դարձնում է այս հանգամանքը ոստիկանապետին, թե ոչ։ Սովետական միության տարիներին ցանկացած մեկին նման պատասխանատու պաշտոնի նշանակելուց առաջ ունեին այդ մարդու վերաբերյալ ամբողջական փաթեթը, եւ եթե դու ունեիր խնդիրներ այս բնույթի հետ կապված, օրինակ ազգակցական կապ ունեիր, անգամ ոչ այդքան ծանր հանց, ոչ թե քրեական հեղինակության մասին էր խոսքը, անգամ եթե դատվածություն ունեցող հարազատներ ունեիր, դու կարող էիր զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելուց եւ դրա մեջ ողջամտություն կար, որովհետեւ այո, կան պաշտոններ, որոնք խոցելի են դարձնում մարդուն, բայց ինձ համար շատ ավելի վտանգավոր են ոչ թե ազգակցականներ, քրեական ենթամշակույթ կրող ազգակցականներ, ընկերներ ունեցող մարդիկ, այլ այն արդարադատության համակարգի այն պաշտոնյաները, որոնք իրենք են այդ գաղափարների կրողը, այդ վարքագծի կրողը, մարդկանց նկատմամբ, չգիտեմ, այդ փողոցային բառապաշարով կամ այդ գողական բառապաշարով խոսացող ոստիկանը, դատավորը, դատախազը, պատգամավորը, իրանք ինձ համար շատ ավելի վտանգավոր են, քան եթե այն մարդիկ, ովքեր ինչ որ ազգակցական ու բարեկամ ունեն ինչ որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ։ Սա այսինքն խնդիր չեք համարում դուք։ Կաշկանդված խնդիր է, իհարկե խնդիր է, բայց շատ ավելի նվազ խնդիր է, քան երբ որ պաշտոնյան ինքը այդ գաղափարախոսության կրողն է։ Ֆորմալ առումով ինքը ուսադիր կրող է, բայց իր հոգեվիճակը, իր աշխարհայացքը, եթե կուզեք շատ կոնկրետ այս մարդու մասին չի խոսքը, առհասարակ արդարադատության ոլորտում բազմաթիվ են մարդիկ, ովքեր այդ քրեական ենթամշակույթին բնորոշ սպეციფიկ վարքագիծ, մտածելակերպ, աշխարհայացքը իրանք կրում են ամբողջությամբ։ Քննիչ, որը ձեզ ասում է, հո դու գործտվող չես եկել այս մարդու վրա գործբան ես գրում, հա, բողոք ես գրում, այդ մարդը քրեական ենթամշակույթի կրող է, թե չէ։ Ավելի վտանգավոր չի այդ քննիչը պետության, պետականության համար, քան ինչ որ մեկը, որը ինքը այդպես քրեական աշխարհի ներկայացուցիչ է, շատ ավելի վտանգավոր է։ Դատավոր, որը որ գողական այդ բառամթերքով է խոսում, իր դատարանից դուրս շատ դեպքերում նաև դատարանում իր խոսույթ, իր վարքագիծը տենց բնորոշ էլեմենտներ ունի։ Այդ մարդը ավելի վտանգավոր է մեր պետականության համար, թե ավելի քիչ վտանգավոր է, քան քրեական ենթամշակույթ կրողը։ Ասածս այն է, որ իհարկե ընդունելի չի, լավ չի, խոցելի է դարձնում, բայց ասում եմ, դե հիմա ինչ ասեմ։ Նիկոլ Փաշինյանը խոցելիության իր սանդղակներ ու պատկերացումներ ունի, այսինքն ոստիկանապետը, որ քրեական ենթամշակույթ կրող հարազատ բարեկամներ ունեցել եւ ըստ էության խոցելի կարարնի իրան չի անհանգստացնում, բայց օրինակ կաթողիկոսի կամ arczepiskoposների ինչ որ կապեր, որոնք խոցելի կարող են դարձնել հոգեվորականին, իրան շատ ավելի շատ անհանգստացում։ Սա այդ պատկերացումների մեջ է տեղավորում։ Նիկոլ Փաշինյանը ինձ համար, իր թիմի համար, ավելի շուտ իր անձնապես իր համար ամենակարևոր եւ սկզբունքային հարցը, որը հիմքում է դրվում որոշում կայացնելուց այս մարդը ստեղ պաշտոնի նշանակվելու է թե չէ, դա հետեւյալն է, Նիկոլ Փաշինյանին այդ գաղափարներին համախոհ է, տոտալ ձևի լոյալ է Նիկոլ Փաշինյանին, թե չէ, մնացածը բացարձակ իրան հետաքրքիր չի, բացարձակ իր համար էական չի։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը ցանկանում ըստ ձեզ իմանալ Գարեգին երկրորդ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Դե ինչու է անում, դա իրան պետք է հարցեր տալ, դա մենք ամբողջ պատկերը կստանանք տարիներ հետո, երբ որ կսկսեն մեմուարներ հրապարակել տարբեր ներկայիս մասնակիցներ իրենց մեղքերը, այսպես ասած, մեղքերից մաքրազարդելու համար իրանց, ամբողջ պատկերը հիմա չունենք, բայց ամենայն հավանականությամբ նման հրահանգ է ստացել դրսից այլ տրամաբանություն, որտեղ ես շատ երկար եմ փորձում, ես էլ եմ փորձել փնտրել, բացի այդ առաջի մտքից, որը նորմալ ադեկվատ մարդու մտքով կարող անցնի, բացի այդ առաջի, որ դրսից հրահանգ ա եղել, վերջին, չգիտեմ, վերջին կայուն ինստիտուտը կազմաքանդելու հետ կապված, այլ բովանդակային ինչ որ լուրջ ավելի հիմքեր չկա, որովհետև
չի կարող այդպիսի համընկնումներ լինել ելույթների, տարբեր փաշազադեների ու մնացածների ելույթների հերթականությունը Նիկոլ Փաշինյանի գործողությունների ու խոսույթի հետ։ Ու ցավանալին է, որ մենք մի հատ էլ դրա նման դառը փորձ ունենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը քննարկվում էր արցախցիներին նկատմամբ բռնության հարցը, Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ առաջ դուրս եկավ ու խոսեց նրա մասին, որ ոչ մի խնդիր չկա, արցախցիներին ոչ մի վտանգ չի սպառնում, այսինքն այս վարվելակը ու դա դարավ բանի խաղակարդ, հա, այսպես ասած կազիրնոյ կարդ դարավ բանի ձեռը, ադրբեջանցիները ձեռքը։ Հիմա նույն դրա անբանությամբ մեր եկեղեցիների, մեր մշակութային կառույցների ոչնչացման հարցում Նիկոլ Փաշինյանը այդ ճուլանացումով մի հատ կոզեր տվեց բանի ձեռը, ադրբեջանցիների ձեռը, ու հիմա շարունակում է видимо բանը, պազադանյու ինչ-որ կոնկրետ գործողություններ է իրականացնում շարքից հանելու այն կառույցը, որը 1724 տարվա պատմություն ունի։ Այնպես չի, ես ուզում եմ, որ մի քիչ ավելի պատկերավոր լինի ու ընկալելի լինի։ Այնպես չի, որ ես մեծ ոգեշնչմամբ եւ հիացած եմ կաթողիկոսով, arczepiskoposներով, իրանց խոսույթով, իրանց վարքագծով, այդպես չի։ Միջև Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների խոսելը ես այս խնդրի մասին խոսել եմ, գիտեք, շատ վաղուց։ Ես դեռ ուսանող էի, երբ որ առաջի անգամ տենց միջադեպ էր եղել եկեղեցում ու ես բավական լուրջ տենց միջև ասում միջև որտեղ պետք էր այնտեղ հասել եմ ու ին վերաբերմունքը շատ խիստ ու քննադատական է, բայց դա չի կարող վերածվել այսպիսի այլանդակ եւ այլասերված process-ների։ Եվ ամենակարևոր հարցը, այսպիսի հարցեր ու խնդիրներ բարձրացնող մարդը ինքը պիտի դրա բարոյական եթե օրենքով առաջնորդվում, ուրեմն դրա սահմանադրական իրավունքը պիտի ունենա, եթե սահմանադրական իրավունքով չի նախատեսվում, գոնե դրա բարոյական իրավունքը պիտի ունենա։ Այս թիմից եւ որևէ մեկը դրա բարոյական իրավունքը չունի կաթողիկոսին նմանատիպ հարցեր տալու, որովհետեւ եթե դու քաղաքական ուխտադրուժ ես, իսկ դուք քաղաքական ուխտադրուժներ եք, որովհետեւ դուք ձեր պարտավորությունները, ձեր վրա սահմանադրությամբ դրված ձեր պարտականությունները չեք կատարել։ Քաղաքական ձեր ծրագրի այն ծրագրի, որ 21 թվականին եկաք վերարտադրության, այդ քաղաքական ծրագրից եւ որևէ կետ չեք իրականացրել, դուք քաղաքական ուխտադրուժներ են։ Քաղաքական ուխտադրուժը բանից, եկեղեցական հոգևորից ինչ պահանջ ու իրավունք ունի ներկայացնելու։ Գուցե կգա ժամանակ, եւ ես հույս ունեմ կգա ժամանակ, որ մենք բոլորս պիտի անցնենք այդ լուստրացիայի ճանապարհով։ Այդ թվում նաեւ հոգևորականները, այո, մենք պիտի անցնենք այն լուստրացիան, որը ես 7 տարի այնց պատերով խփում եմ ու ասում եմ մենք լուստրացիա պիտի անցնենք, այլ ընտրանք չունենք, դա պիտի տեղի ունենա, բայց դա հաստատապես չի կարող իրականացնել այս իշխանությունները, որտեղ մեկը լինի սրանց լուստրացիայի ենթարկի, հասկանալու համար, թե սրանք ինչ ասեմ, որ երկրի շպիոնն էին։ Միջև ուր կգնա Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա հետևողականորեն ամեն օր առավոտյան ստատուսները գրում է եւ գուցե վաղ առավոտ միջև ես այս հարցազրույցը արդեն հրապարակեմ եւս մեկ կամ երկու գրառում լինեն այդ մասին։ Միջև ուր կարող է հասնել այս արշավը։ Նիկոլ Փաշինյանը շատ վատ վիճակում է հայտնվել, ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը չեղավ իշխանության, որ վարքյանին ինքը չեղավ իշխանության, իր հարցը շատ լուրջ է դրված լինելու։ Եվ հետևաբար ինքը ցանկացած գործողության կգնա, սա ես ասել եմ դեռևս մի տարի առաջ, երբ շատ-շատերը ինձ համարում էին էլի շատ ծայրահեղական, ես այն ժամանակ եմ ասել, եթե պետք լինի մարտի 1 անել, մարտի 1 կանի Նիկոլ Փաշինյանը, բայց դա բնականաբար չի կարող կրկնվել այլևս երբեք։ Եթե պետք լինի լրագրողներ ձերբակալել, կալանավորել, ավելի մեծ թվով sense ինչպես որ Ադրբեջանում են կալանավորում եւ ձերբակալում, եթե պետք լինի ավելի մեծ ծավալով ոչ թե քաղաքական օպոնենտների, այլ հասարակության ոչ կուսակցական, ոչ քաղաքական օպոնենտների իրա ձերբակալել, կալանավորել, եթե կուզեք շատ եթե զգաց որ իրան վտանգ է սպառնում, ես չեմ կասկածում որ կգնա ամենածայրահեղ, ամենաանհավանական այս պահին թվացող քայլերի։ Ինչ օրինակ, ինչ էլ կանի սրանից ավել։ Դե մարտի 1-ը քիչ էր։ Չէ, ես նկատի ունեմ, իրենք ասում են, որ այս հարցի պատասխանը ուշ թե շուտ տրվելու է եւ ասում է անխուսափելի է, որ այդ հարցի պատասխանը չստանան։ Նարեկ ջան, իրանք տեսեք, իրանք ընկել են տուպիկի մեջ։
իրանք հույս ունեին, որ կաթողիկոսի նկատմամբ ոչ այդքան ջերմ վերաբերմունքը, որտեղ ես չեմ կարծում, որ մենք բոլորս համատարած սենց խելահեղ սիրում ու հարգում ու պաշտում ենք գործող կաթողիկոսին, այդպես չի։ Ուղղակի եկեղեցին են կառույցն, որը պիտի թույլ չտալ, որ ոտնատակ առնեն առանձին անհատների պատճառով ու երեսից, ու Նիկոլ Փաշինյանը ամբողջ ստավկան նրա վրա էր, որ եթե ինքը հրապարակի այսպիսի տեղեկություն, կարող է տենց իրան ինչ որ մեկը ասել էր, ենթադրում եմ, որ իրա պրոպագանդիստներ իրան համոզել էին, որ արի այս շուխուրը գցենք, հետո ինչ որ բան ալիք կբարձրանա, ու մենք այդ ալիքի վրա սենց կշպացնենք, կդնենք դեմը, բայց հասկացա, որ ուղիղ հակառակ էֆեկտը ստացավ։ Անգամ այն մարդիկ ներառյալ ինձ, որը երբեք չի խառնվել այդ գործերին, բոլոր իրավիճակներում շատ խիստ քննադատել ու դատապարտել է բաների, արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, հոգևորականների, կաթողիկոսի այդ մարտակոչերը միշտ դատապարտել եմ ու ասել եմ, որ դուք չեք կարող զբաղվել քաղաքական, անգամ ես եմ ստիպված եղել բացասական արձագանքել այդ անհասկանալի, չնայած շատ լավ հասկանալի այդ վարչապետի արած հայտարարություններին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տուպիկի մեջ է։ Ինքը ամենայն հավանականությամբ հատուկ ծառայությունների միջոցով իրան տվել են այդ նյութը, այդ փաստերը, այդ ապացույցները, բայց ինքը հրապարակել հիմա չի կարող, որովհետև իր գործողությունը հերթական հակասահմանադրական գործողությունն է լինելու։ Իր կողմից հրապարակելու պարագայում դա հանցագործություն է այլևս լինելու, որովհետև դու իրավունք չունես մարդու անձնական կյանքի մասին տվյալներ հավաքագրել, պահել, հետո հրապարակել, դու չես կարա տենց բան անես, ես էլ չեմ կարա, ինքը ծեմբոլ էլ չի կարա տենց բան արի։ Հիմա ինքը այդ անդադ բան անեն, բզբզում ասում, դու ասա, մենք գիտենք, դու ասա, չի ասելու այդ մարդը, ու չպիտի ասի, ինքը քեզ բան չունի ասելու։ Որովհետև ընկեր ջան, ասում է կողմնորոշվի, հարմար իրավիճակում ինքը ասում է, մտածեք ինչ անում վարչապետը, ասում է, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրավունք ունեմ այդ հարցը տալու։ Հետո բաների հետ, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասելա ձեզ էքսկլյուզիվ ինֆորմացիա եմ տալու, հատուկ ծառայություններին հանձնարարություն եմ տվել այդ տեսակի ինֆորմացիաները ճշգրտելու, ինչ որ բաներ հավաքագրելու։ Ընկեր ջան, կողմնորոշվի, դու չես կարա որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ հրահանգներ տաս ԱԱՑ-ին, որ իրանք քո համար ինֆո հավաքեն։ Դու տվել ես որպես վարչապետ։ Հիմա կողմնորոշվի, դու որպես վարչապետ ես այդ գործողությունները անում, թե որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որտեղ շարքային հայ առաքելական եկեղեցու հետևորդը ԱԱՑ-ին հանձնարարություն չի կարա տա։ Հիմա ինքը տուպիկի մեջ է, ինքը նյութ ունի, վաղուց ունի, ինքը չի կարողանում դա հրապարակի, ամենայն հավանականությամբ իրան սպասարկող սազանդարներն ու բլոգերները ու չգիտեմ ինչերը, իրանք էլ անմեղսունակ չեն, իրանք էլ են հասկանում, որ դա քրեորեն պատժելի արարք է, դատախազնել հաստատ տեղյակ այդ process-ի մասին ու ասելա տենց բան չանեք, որովհետև մեզ կճղեն մեջտեղից, որովհետև սա քրեորեն ես չեմ կարա սրա վերաբերյալ քրեական գործ չհարուցեմ։ Հիմա անգել են տուպիկի մեջ, ձեռը թուղթ կա, չգիտեմ ոնց օգտագործեն։ Այս է ամբողջ պատմությունը։ Իսկ իրանց պետք է իր միակ նպատակը, նաև մեծ իմաստով նպատակներից մեկը, տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր մարդն է, գլխավոր դատախազը իր մարդն է, քննչական կոմիտեն իր մարդն է, ասեք էլ որտեղ է ԲԴԽ-ում ասում սաղ իրանն են, սահմանադրական դատարանում համարյա սաղ իրանն է, մի խոսքով սաղ ինքն ու ինքն է, ուրիշ մարդ չկա, բոլորը իրանք են, հիմա մնացել է մի հատ պոզիցիա, որը իրանցը չի, եւ դա կաթողիկոսն է։ Հիմա մտածում որ կարելի է օրինակ նշանակել։ Տեսեք, այնպես չի, որ կաթողիկոսը առանց ներկայիս կաթողիկոսը առանց միջամտության է նշանակվել։ Օդում պտտվող լուրերի եւ ականատեսների պատմությունների ու ցուցմունքների կամ բացատրություններից ելնելով կարելի է ոչ թե կարելի է ենթադրել, այլ բազմաթիվ մարդիկ խոսել են նրա մասին, որ նախորդ իշխանություններից Վազգեն Սարգսյանը մեծագույն ազդեցություն է ունեցել այս կաթողիկոսի ընտրության կամ նախընտրության հարցում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մտածում է, ես Վազգենից ինչով պակաս տղա եմ, Վազգենը կարել էր կաթողիկոս ունենալ, չնայած չվայելեց։ Ես ինչի չեմ կարող իմ կաթողիկոս ունենամ, ինչի կարամ իմ գլխավոր դատախազ օրինակ ունենամ, իմ ՄԻՊ-ը ունենամ, իմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ունենամ, այ կաթողիկոս չէ, այ կաթողիկոս եմ ուզում, այն ոսկե ձկնիկի պատմությունն է, «Хочу быть владычицей морской», այն որ ամեն ինչն է ինքը ուզում, բայց այս այն պատմությունն է, որ կոտրած տաշտակի առաջ կանգնելու շատ մեծ վտանգ կա։
Տիկին Կարապետյան, իսկ Նիկոլ Փաշինյանի ձեռքի Նարինջան ձեր ձայնը չլսվեց, մի հատ էլ որ խնդրեմ, ձայնը չլսվեց։ Նիկոլ Փաշինյանի թղթի վրա, ձեռքին ունեցած թղթի վրա ինչ է գրված ըստ ձեզ։ Դե ես չեմ կարող ասել։ Եթե շանտաժ անում, շատ հավանական է, որ ինչ որ տեղեկություններ, որոնք չեն համընկնում կրոնական ինչ որ պարտավորությունների հետ, հնարավոր է որ կա։ Ախր դա գաղտնիք չի եղել, գիտեք, բոլոր ժամանակներում ոչ մեկի համար դա գաղտնիք չի եղել։ Դա սարքել են մի հատ պատմություն են, բաների ճանճի ու փղի պատմությունն են սարքել։ Ժողովուրդ ջան, իսկ ով չգիտեր։ Իսկ ով չգիտեր։ Բայց կային հարցեր, որոնք տենց մի տեսակ կողքի վրա դրած էին, որովհետև առավել եւս հիմա, երբ որ խոսքը գնում է այսօրվա մասին, երբ որ մենք ռեալ, իրական, շոշափելի, էքզիստենցիալ խնդիրներ ունենք, երբ որ Մարկո Ռուբիոն օրը մեջ ընդեղից ինչ որ բան է հայտարարում, որ պատերազմի ռազմական գործողությունների հետ կապված խնդիրներ կարող են իրեն, դուք այսօր մտել եք բաների, կաթողիկոսների ու arczepiskoposների ներքնաշորերի մեջ, սա ամենակարևոր հարցն է։ Նարեկ ջան, ենթադրենք, ես նորից էլ եմ գտնում, որ լուստրացիան պարտադիր պայմանն է, նորից այդ թվում նաև եկեղեցում։ Եվ իշխանության այն կողմի բանը, որ դու ասա, ռուսական ագենտուրան կարան լինեն, ընդեղից վիրվով կարածեն, հա, հասկացանք։ Գրաժդանսկի կյանքում դուք ձեր բոլոր հարցերը լուծել եք։ Գրաժդանսկի կյանքում այդ KGB-ն, այդ FSB-ն, այդ հատուկ ծառայությունները ձեր վրա ազդեցություն չունեն, ձեր դատախազության վրա ազդեցություն չունեն, դրա համար է Յուժնոկավկասկի ժելեզնիի դարոգի այդ գործը տենց բնացել է ես իմ անհիշելի ժամանակներից, դրա համար է էլեկտրոցանցերի գործերը տենց օդից կախված մնացել, դրա համար են բազմաթիվ անձանց դրա համար են բոլոր փախնողները ստեղից փախնում գնում հասնում Ռուսաստանի Դաշնությունում ծվարում են քո գեներալները ու քո տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները ներառյալ դատավորների դրա համար են գնում Ռուսաստան իսկ որտեղից են իրանք այդ տեղեկությունների իմանում իսկ կարող է այդ ամբողջ արդարադատության քո բարեփոխած համակարգում սաղել այնտեղ տարբեր պաշտոններում իրանք FSB-ի ագենտներն են դու քո գրաժդանսկի տես վարչապետը ունի իր պարտականությունները սահմանադրությունով նախատեսված Դու քո սահմանադրական պարտականությունները չես կատարել, դու քո նախընտրական խոստումները չես կատարել, դու եկել ես մտել ես ինչ-որ մի հատ պատմության մեջ, որի ոչ սահմանադրական իրավունք ունես, ոչ էլ բարոյական իրավունք ունես, ասում են ջան, գնացեք ձեր գործերով զբաղվեք, գնացեք ձեր պարտականությունները կատարեք, հետո մենք էստեղ կփոխենք, ոչ թե կփոխենք թե չէ, այլ երբ որ ժամանակը կգա, մենք արդեն կունենանք բավարար հնարավորություններ Նաև այդ ոլորտին անդրադառնալու, այո, եկի պիտի փոխվի, իհարկե, իրանք ներսից եւ մենք էլ իրենց օգնենք, որ այդ process-ները, այդ զտման, այդ լուստրացիայի process-ը, բա իհարկե պիտի լինի։ Այսինքն հավատացյալը, հա, քրիստոնյան պետք է այդ հարցը ուղի կաթողիկոսին մյուս սրբազաններին, թե ոչ։ Յուրաքանչյուր հավատացյալ ինքը իր համար պիտի որոշի, իր համար դա առաջնային ու կարևոր է, թե չէ։ Եթե միջև այսօր, ասում եմ, ախր անգամ չեմ ուզում ուղակի մահացած մարդկանց անուններ տամ, բայց անգամ ամենասիրելի հոգևորականների մասին պատմություններ կային շրջանառվող, բայց մենք բոլորս դրան վերաբերվում ենք ըմբռնումով եւ չենք խառնվում մի բանի մեջ, ինչը կարիք չկար այդ բանին խառնվելու, անհրաժեշտ չէր, նպատակահարմար չէր եւ առհասարակ կարիքը չկար դրա։ Եվ հիմա էլ կարծում եմ դրա ժամանակը չի։ Տիկին Կարապետյան, հիմա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հստակ տարանջատում է եկեղեցու եւ պետության անջատ լինելու ափաստը։ Հիմա կան սահմանադրական փոփոխությունների գործընթաց եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ նաեւ փոփոխություններ կարվեն հատ այդ մասով։ Դուք ինչ եք կարծում, կգնա իշխանությունը նման քայլի եւ ինչ կփոխի։ Ձեր ձայնը կտրտվեց, ես հարցը միջև վերջ լավ չլսեցի, բայց ինձ թվում է հասկացա ինչի մասին է խոսքը։ Սահմանադրական փոփոխությունների մասին սահմանադրությունը փոխվելու է ուղիղ այնքան, ինչ կանի պահանջ կներկայացնի Ալիևը։
Ինչ պահանջ ներկայացրեց Ալիևը, այդպես էլ փոխվելու է եւ վարչապետը դրա մասին հայտարարել է։ Վարչապետը բառացիորեն հայտարարել է հետեւյալը. եթե մեր ստորագրված թուղթը, այդ թղթի կտորը, որը խաղաղության պայմանագիր են անվանում, մեմորանդումը, եթե ստորագրվեց եւ այն հակասեց սահմանադրությանը, ապա փոխվելու է ոչ թե այդ մեմորանդումը, այլ փոխվելու է մեր սահմանադրությունը։ Այսինքն ի սկզբանե անսահմանադրական փաստաթուղթը կամ թղթի կտորը ավելի վավերական դարձնելու, ավելի բարձր Նիկոլ Փաշինյանի ձեռքում որպես, չգիտեմ, որպես մահակ, որպես հերթական չագուջ ներկայացնելու համար, այս իշխանությունը պատրաստ է գնալ սահմանադրությանը փոփոխելու, ինչի մասին է խոսքը։ Բանն ոնց է արտադրության նախարարն է նույն բանը պնդել, հիմա Ալեն Սիմոնյանն էլ է դա, այսինքն բոլորը պնդում են, որ այո, եթե պետք եղավ սահմանադրությունը փոխել, Ալիևի ուշադրություն, Ալիևի պահանջով, դա Ալիևի պահանջն է, դա ներքին պահանջ, այս պահին նման պահանջ չկա։ Իմ հարցը հետևյալն էր, Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանադրությունում փոփոխություն կիրականացվի, նաև եկեղեցի պետություն հարաբերությունների հետ կապված, ինչ է կարծում, ինչ կփոխեն, ինչ հոդված կմտցնեն ըստ ձեզ։ Նարեկ ջան, իմ միտքը երբեք չի կարա տենց թռիչք ունենա, ես որ նայում եմ իրանց գրած ստատուսներին, իրանց տված հարցազրույցներին, իրանց բառամթերքին, իմ ֆանտազիան այդքան չկա, որ ես պատկերացնեմ, թե իրանք միջև ուր կարան հասնեն։ Նորից, ինչ պահանջ ներկայացրեց Ալիևը, այդ պահանջները ֆիքսվելու են սահմանադրության մեջ, մենակ մի բանի համար, որ Ալիևը չխանգարի, եթե ոչ աջակցի վարչապետին վերարտադրվելու իշխանության կրկին անգամ գալու։ Բայց սա վերջը չի, ես ես ասեմ, եկեղեցու վրա հարձակումը վերջի հարվածը չի։ Հիմա արևմուտքին այսպես սիրտը շահելու համար դուք կտեսնեք նաև այլ գործողություններ։ Այսինքն մեր իրավունքներից ցեղասպանության հարցում հրաժարվելու ճանապարհով գնալու հայտը ներկայացրել է Թուրքիայի սիրտը շահած ունի իր կարծիքով, Լավրովին ներկայությամբ այդ պարադին գնաց Լավրովին էլ այստեղ հայտարարեցին, որ մենք վեկտորները փոխելու բան չունենք, իրանց կարծիքով Ռուսաստանի սիրտը շահեցին։ Հիմա Ադրբեջանին ասում են մի հատ թղթի կտոր տվեք, մենք պատրաստ ենք սահմանադրությունն էլ փոխենք, ձեր սրտով լինի, չգիտեմ, եկեղեցին էլ փոխենք, կարգավիճակն էլ կարգալույցնել, սաղ տանք, պրծնենք, ամեն ինչ պրծնենք, հիմա մնում է Եվրոպան, որին մի քայլ, կես քայլ արեցին, օրենք ընդունեցին դեպի Եվրոմիություն շարժվելու համար, բայց հետո էլ հայտարարեցին Լավրովին, որ ոչ մի վեկտոր չեն փոխել, հիմա մի հատ էլ քայլ պիտի անեն դեպի արևմուտք ու մոտակա ժամանակներում այդ նոր ձայները կլսեք։ Հույս ունենալով, որ նաև արևմուտքը իրան կընդունի, կպաշտպանի, ինչպես որ այս վերջի տարիներին արևմուտքը շատ հետևողականորեն Նիկոլ Փաշինյանն էր պաշտպանում, շատ հետևողականորեն, ցանկացած փորձ քննադատության արժանացնելու Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները, այդ թվում նաև հակասահմանադրական գործողությունները, այդ թվում նաև հակաիրավական գործողությունները արևմտյան որոշ, չեմ ասի բոլորի մոտ, բայց որոշ գործընկերների մոտ ուղղակի տենց հոգեխանգարմունքի վիճակ էր առաջացնում։ Ինչու ինչ էին հետապնդում։ Որովհետև բոլոր խաղացողների համար Նիկոլ Փաշինյանները շատ ձեռնտու են, որովհետև յուրաքանչյուրը իր բաժինն է ստանում այստեղից, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը անսկզբունք առանց իզմերի, առանց չգիտեմ, կարմիր գծերի թիմն է, որը պատրաստ է զիջել Հայաստանից ամեն ինչ, ցանկացած կողմի, այնքանա որ մնան պաշտոնի։ Այ մենք այդ վիճակում ենք այսօր հայտնվել։ Եվ ինքը ձեռնտու է բոլորին, յուրաքանչյուր կողմ ստանում է իր համար հարմար կարգավիճակներ, որտեղից ուժեղ քամին փչում է, ինքը այդ ուղղության վրա տենց բան անում է, այսպես կքանստում է։ Տիկին Կարապետյան, Ալեն Սիմոնյանը ծախի փնջով Զվարթնոցում դիմավորեց Ռուսաստանից ժամանած Մատվիենկոին եւ սա այն ֆոնին, որ հենց անձամբ Ալեն Սիմոնյանն էր հայտարարում, որ
Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանում։ Դուք ինչ եք կարծում այս տեսարաններն այդ դեպքում ինչի համար են եւ արդյոք ռուս գործընկերոջից Ալեն Սիմոնյանը պարզաբանումներ կպահանջի, թե ինչու են Հայաստանում այդ պատերազմը, հիբրիդային պատերազմը սկսել։ Առավելագույն պահանջը պարզաբանումների իրանք կարող են ներկայացնել սեփական ժողովրդին, սեփական հասարակությանը, մաքսիմում կաթողիկոսին։ Դրանից դենը ոչ մեկին չեն կարող ներկայացնել։ Նախ Տիկին Մատվիենկոյի մուտքը պիտի արգելափակվեր, թույլ չտային գալու, եթե հիբրիդային պատերազմը մեր դեմ իրականացվում Ռուսաստանի կողմից, եթե Ալեն Սիմոնյանը այդքան վստահ էր, որ խոսում էր, բարձրաձայնում էր Ռուսաստանի մեր դեմ հիբրիդային պատերազմ իրականացնելու մասին, ուրեմն պիտի հետևողական լինեն։ Հիմա սա ցույց է տալիս, թե ինչքան այդ մարդիկ անհետևողական, անսկզբունք, հիմա անպայման իրան պաշտպանողները կասեին դա արարողակարգային, մենք պարտավոր ենք ընդունել ճանապարհել, չգիտեմ ինչ անել, եթե քո դեմ ինչ որ երկիր պատերազմ է անում, դու իրան ծաղիկով ու փունջերով չես գնում դիմավորելու ընկեր ջան։ Ինքը քո երկիրը ընդհանրապես չի մտնում։ Եթե քո դեմ պատերազմ է իրականացնում, այնպես որ այդ ամեն ինչը ձևական էր, այդ ամեն ինչը շինծու էր, սա ցույց է տալի հենց այդ կեղծ նարատիվները, որ իբր տենց լավ տղա է, այն կինոյի տղեն է Ալեն Սիմոնյանը, որ կարա դաժե տենց Ռուսաստանի վրա մատ թափ տա, այնինչ խելոք կգնա, կդիմավորի տրապի մոտ, կբերի, ասма, եթե պետք լինի, անցանք, լավ, չասեմ։ Բայց ասում են նաև երկխոսությամբ են խնդիրները լուծվում, նեղանալով։ Ինչ են անում։ Ասում են երկխոսությամբ են խնդիրները լուծում, նեղանալով չի։ Մենք այսօր հողի վրա ունենք արդյունք, պրոդուկտ։ Եթե իրանց երկխոսությունը բերում է մեր այս թշվառ վիճակին որպես պետություն, ապա իրանք շատ վատ եւ կռվում են եւ բանակցում են։ Այնպես որ լավ կլինի շատ վաղուց արդեն ճանապարհային գնային սեփական անկարողության հետևանքով հրաժարական պահանջեն, իրանք իրանց ուխտադրժության արդյունքում բան լինեին, պաշտոնանկ լինեին, պաշտոնազուրկ լինեին ու թողեին հեռանային, ոչ թե ձևական առավոտը մի բան խոսային, իրիկուն ուրիշ բան անեին։ Եվ դուք ինչ եք կարծում, այնուհանդերձ Հայաստանը քայլեր կատարում է արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու առումով, թե ոչ։ Չէ, Նարեկ ջան, չէ։ Նորից, այս իշխանությունը ունի մի խնդիր, ընդամենը մի խնդիր, պաշտոնում վերարտադրվելու, որովհետև իրենց արած կատարած հանցագործությունները եւ հակասահմանադրական են, եւ հակամարտկային են, եւ իրենց հետևանքները, որոնք ծանրագույն հետևանքներ ա ունեցել մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության համար, եւ այս մարդիկ գուցե չափերն ու սահմանները կորցրած են, բայց ապուշ չեն, ոչ էլ հոգեկան հիվանդ են, այդ որ փորձում են ձևացնել բարբերաբար որոշ մարդիկ։ Այս մարդիկ առողջ մարդիկ են եւ իրենք պատասխան շատ լավ հասկանում են, որ իրանք պատասխան են տալու իրենց արածների համար։ Միակ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացնելն է, այլ բոլոր կողմերին այսպես ցուցադրելը, որ ես պատրաստ եմ նաև ձերը լինել, եթե դուք ինձ օգնեք վերարտադրվել։ Միակ process-ը, որ հիմա մենք տեսնում ենք, դա սկսում ու ավարտվում է դրանով։ Ուրիշ ոչ մի process տեղի չի ունենում։ Բոլոր կողմերին ինքը փորձում է իրան թանգով ծախել։ Եթե կա խումբ, որը տարբեր կերպարներով ու բոլորը փորձում են իրանց Ռուսաստանին թանգով ծախել, կամ ասել ես կլինեմ քո հավատարիմ ներկայացուցիչը ստեղ, այդ խմբակը պարզ է, դերակատարները պարզ են, ընդ մտածելու բան չկա։ Նիկոլ Փաշինյանը իր թիմով բոլորի առաջ այսպես կքանստելով գնում է միակ այն հույսով, որ իրան կօգնեն վերարտադրվել։ Թուրքիան կօգնի վերարտադրվել, ուրեմն կթուրքամետ է լինելու։ Արևմուտքը կօգնի վերարտադրվել, ուրեմն անունը կդնի արևմտամետ։ Ադրբեջանը կլինի, ուրեմն ադրբեջանամետ է լինելու, որտեղից իրան օգնեն վերարտադրվել, իսկ ինքը անում է այդ ժեստերն է անում, առաջարկում է իր ծառայությունները։ Ստեղով սկսվում ու վերջանում է, ստեղ ուրիշ ոչ մի հարց չկա։ Եվ առավել ո՞րն է հավանական, որ ուղությունից Փաշինյանին օգնություն կլինի։
որտեղից որ առավելագույնս այս պահին ստանում է որ կողմը, որ Նիկոլ Փաշինյանից այս պահին ստանում է բոնուսներ, դա անշուշտ Ադրբեջանը եւ Թուրքիան, որը այս պահի դրությամբ առավելագույն բոնուսներ է ստանում 100 տարի չմարսած ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մարսեցնել ճանապարհել դատարաններում հսկայական հայցերից պատրաստ է հրաժարվել Արցախից մարդը հրաժարվեց ամեն ինչից հրաժարվեց այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը իրանց համար լավագույն կերպարն է հաջորդ տեկողը պարզել չի թե ով կլինի եւ ինչ կլինի հետեւաբար այս երկու կողմերը մեծ սիրով պատրաստ են աջակցել Տիկին Կարապետյանց ինչու չեք գնում եւ մասնակցեք կրթությունը նորաձև է շարժմանը, որտեղ Փաշինյանը տալիս է բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում նաեւ Թուրքի կոշիկ լիզում է թե ոչ։ Ես խորհուրդ կտամ բոլոր այն երիտասարդներին, եթե դուք պարտադրված չեք գնալու, եթե ձեզ չեն ստիպում այնտեղ գնալ, խնդրում եմ մի գնացեք, որովհետեւ այնտեղ ձեզ ոչ մի լավ բան չեն կարող սովորեցնել Մարդ, որը առավոտյան հորքուր-մորքուրների սեռական կապերի մասին է հոգևորականի եւ հորքուր-մորքուրների սեռական կապերի մասին է գրում, չգիտեմ, տարբեր բառապաշար բառամթերք է օգտագործում, այդ մարդը չի կարող բարեկրթություն, կրթություն, առաջընթաց, բովանդակություն ձեզ տրամադրել, մի գնացեք ձեր ժամանակը մի վատնեք, ավելի լավ զբաղվեք ինքնաուսմամբ, շատ մեծ թվով հետաքրքիր նյութեր կան Եվ համացանցում եւ գրքերի մեջ գնացեք այդ դրանով զբաղվեք իզուր տեղը ձեր ժամանակը մի կորցեք այդ մարդը մի նպատակ ունի հայկական ամեն բանը ուղակի վերացնել նվաստացնել մարդկանց սարքել երիտասարդների մեջ սպանել հաջորդ սերնդի մեր անգամ ես ինքս ինձ վրա զգում եմ իր ամեն խոսույթից հետո ես իմ մեջ բան եմ զգում հա տենց ինչ ասեմ ազդեցություն եմ զգում ծանր ազդեցություն եմ զգում այնպես որ ձեր անհատական եւ ազգային Գաղափարները փորձեք զարգացրեք, ձեր վրա աշխատեք, կրթվեք, պետք չի գնալ տեղեր, որտեղ ձեզ ոչինչ տալ չեն կարող։ Եվ վերջում շատ կարճ Տիկին Կարապետյանց վստահ եմ նաև այս հարցազրույցի մեկնաբանություններում են լինելու, ասելու են այ դուք որպես իրավապաշտպան ինձ ասելու են այ դու որպես լրագրող, ինչու էիք լռում, երբ որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներն էին թիրախավորվում, այդ թվում նաև անչափահաս երեխաները։ Այդ մարդիկ կյանքից կտրված կլինեն, այդ մարդիկ ուղղակի տեղեկացված չեն լինի, բոլոր այն դեպքերում ու իրավիճակներում, որտեղ որ արձագանքելու տեղ ու անհրաժեշտություն ա եղել, ես բոլոր տեղերում արձագանքել եմ եւ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ եւ բանում Ծիծեռնակաբերդում թեպետ ես խորին համոզմունք ունեմ, որ Աննա Հակոբյանը պատահական չէր հայտնվել Ծիծեռնակաբերդում այդ Ժամին Բևերի հետ միաժամանակ Բայց միևնույնն է, ես խստորեն դատապարտել եմ նաև այդ միջադեպը, ու էլի բազմաթիվ միջադեպեր, շատ կներեք, ասում եմ, եթե դուք կարծում եք, որ ունեք անձնական օգտագործման քաղաքասարակության ներկայացուցիչներ, բոլորը պետք է այդպեսին լինենք, դուք սխալվում եք։ Շնորհակալություն Տիկին Կարապետյանց։